Բարի երեկո բոլորին, ժողովուրդ ջան, կխնդրեմ, որպեսզի ուղիղ եթերը մաքսիմալ տարածել եւ կիսվել։ Ովքեր էլ ունեն խնդիրներ կարող եք զանգահարել մեր Facebook-ում նշված հեռախոսահամարին։ Մի փոքր սպասենք շատանանք եւ սկսենք զրուցել։ Ասեմ նաև վաղը կրկին շատ թեժ ուղիղ եթերա լինելու, պատրաստվի նաև վաղը էքսպրես վարկային կազմակերպությունը։ Իսկ եթե կան վարկային կազմակերպություններից տուժած անձինք, խնդրեմ, կարող եք դիմում գրավոր բողոքով ներկայացնել հանուն ժողովրդավար պետականությանը։ Սիրով պատրաստակամ եմ բոլորիդ խնդիրներն ու բողոքները բարձրաձայնելու։ Ես ոչ տվյալ պարագայում նախկինների կողմնակից եմ, ոչ ներկայի կողմնակից եմ, որպես այլընտրանքային քաղաքական ուժի ղեկավար, ոչ ծնուցվում ենք տվյալ պարագայում Սորոս պապից, ոչ տվյալ պարագայում Ռուսաստանի Դաշնության մուլտիմիլիարդատեր օլիգարխներից, քիչ հետո նաև անդրադառնալու ենք որոշ օլիգարխների, պատրաստվեն նաև նրանք։ Բարի երեկո բոլոր նոր միացողներին, սիրելի հայրենակիցներ, կխնդրեմ, որպեսզի այս ուղիղ եթերը մաքսիմալ լայքել, տարածել, կիսվել, կանչել բոլորին։ Խնդրանք սա, որպեսզի մաքսիմալ տարածենք եւ կիսվենք։ Հերթով անդրադառնալու ենք տարբեր թեմաների, ինչպես նաև անդրադառնալու ենք այսօր ԶԼՄ-ներին, հա, հարգելի լրատվականներ, պատրաստվեք։ Բացառությամբ 1-2 հոգուց։ Ժողովուրդ ջան, ուղիղ եթերը կխնդրեմ, որպեսզի մաքսիմալ լայքենք, տարածենք, կիսվենք։ Մի փոքր սպասենք շատանանք եւ նոր սկսենք զրուցել։ Քանի որ նաև շատերը գրում էին, որ այսօրվա, Աջափնյակ վարչական շրջանի հետ կապված չի լսվում, նաև անդրադառնալու եմ այդ թեմային։ Կխնդրեմ, որպեսզի ուղիղ եթերը ակտիվ տարածենք, կիսվենք, ովքեր էլ ունեն բողոքներ, ովքեր ունեն խնդիրներ, ովքեր ունեն դժգոհություններ, ովքեր ունեն հարցեր, խնդրեմ, կարող եք զանգահարել մեր պաշտոնական էջում նշված, ինչպես նաև հանուն ժողովրդավար պետականության կուսակցության էջում նշված հեռախոսահամարով։ Ժողովուրդ ջան, կխնդրեմ 26 հոգով մաքսիմալ լայքենք, տարածենք, կիսվենք, շատանանք, սկսենք զրուցել։ Մի քանի րոպե սպասենք շատանանք, հավաքվենք, նոր սկսենք զրուցել։ Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, միտեղ ասեմ բարի երեկո, Սփյուռքից միացած մեր հայրենակիցներին, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ասեմ բարի լույս, բարի կեսօր։ Խնդրեմ, որպեսզի այս ուղիղ եթերը մաքսիմալ տարածեք եւ կիսվեք, անդրադառնալու ենք բազմաթիվ տարբեր թեմաների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հետ կապված տարելիցի ժամանակահատվածում դրոշ վառելու թեմային, ինչպես նաև բազմաթիվ թեմաների։ Թեմաները տարբեր են լինելու, ովքեր էլ ունեն բողոքներ, դժգոհություններ, խնդիրներ, տարբեր պետական կառույցների հետ կապված, խնդրեմ, սիրով կարող եք զանգահարել, դիմել, դիմում գրավոր բողոք ներկայացնել ձեր տարբեր ոլորտների հետ կապված ունեցած խնդիրներից, որպես հանուն ժողովրդավար պետականության կուսակցության հիմնադիր եւ նախագահ պատրաստակամ եմ ծառայելու համայն հայ ազգիս եւ ժողովրդին։ Ազգ, Աստված եւ պետականություն։ Սա է մեր կարգախոսը եւ այս կարգախոսից շեղվելու ոչինչ չունենք։ Մեզ համար Աստված, ազգ, պետականություն ամենակարևորագույն վեհ արժեքներն են։
Խնդրեմ, որպեսզի այս ուղիղ եթերը կիսվեք, տարածեք ձեր ընկերների հետ, կանչեք բոլորին, մի փոքր էլ սպասենք շատանանք եւ այսօր կանդրադառնանք այսօրվա ցերեկվա դեպքի հետ կապված, նաեւ անդրադառնալու ենք լրատվականներին, այն լրատվականներին, որոնք որ կողմնապահ են բացառությամբ 1-2-ից, որ արդեն շուտով, վաղը կլեռանա 1 տարի, որ հանուն ժողովրդավար պետականության կուսակցությունը պետռեգիստրով ստացել է գրանցում, բայց տվյալ պարագայում շատ լրատվականներ բացարձակապես մեր բազմաթիվ ժողովրդի խնդիրները բարձրաձայնելով եւ պահանջատեր լինելով միայն 5500 բազմազավակ Արցախից տեղանված ընտանիքների իրավական, սոցիալական խնդիր ենք լուծել չունենալով գրասենյակ, բայց ոչ մի լրատվական բացառությամբ նոյան տապանից չլուսաբանեց, չարձագանքեց, չզանգահարեց, չասեց պարոն Սարգսյան, կանգնած ենք ձեր կողքին, որովհետև այդ լրատվականները ծառայում են նախկին ու ներկայի ու կողմնապահ են ու իրանց համար տվյալ պարագայում մենակ նախկիններն ու ներկաներն են։ Ժողովուրդ ջան, 1 րոպե հիմա հեռախոսը համար կտրամադրեմ, կարող եք տվյալ պարագայում զանգահարել ձեր բողոքի հետ կապված, թեկուզ ուղիղ եթերում։ Ուրեմն կարող եք հենց հիմա զանգահարել ուղիղ եթերում ձեր խնդիրը բարձրաձայնել WhatsApp-ով, WhatsApp հավելվածով զանգահարում եք 095 40 60 88 095-ով 40 60 88 Խնդրեմ, ովքեր որ ցանկանում են, կարող են առաջի զանգը իրականացնել, մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել։ Մեր քաղաքական ուժը ոչ նախինների կցորդնա, ոչ ներկայի կցորդնա ու երբևիցե չի էլ կարող լինել։ Սա բոլորը թող ականջներին օղանեն։ Խնդրեմ ժողովուրդ ջան, ովքեր կցանկանան զանգահարել WhatsApp-ին եւ բարձրաձայնել իրենց խնդիրը, մեկ անգամ եւս ուզում եմ նշել մեր WhatsApp-ի հեռախոսը համարը ուղիղ եթերի ժամանակ կարող եք զանգահարել 095 40 60 88 Այդ WhatsApp-ին կարող եք զանգահարել այս պահին ուղիղ եթերում եւ բարձրաձայնել ձեզ հուսող պետական կառույցների հետ կապված տարբեր հարցեր, որը որ տվյալ պարագայում պատրաստական եմ բարձրաձայնելու եւ արձագանքելու ձեր բարձրացված հարցերի հետ կապված։ Գանք ամենակարևորին, ապրիլի 24-ին այնպես է Հայոց ցեղասպանության Եղեռնի հիշատակի 110-րդ տարելիցն էր։ Սիրելի հայրենակիցներ, նախ իմ խորին ցավակցությունը եւ իմ այնպես է վշտակցությունն եմ հայտնում մեր հայազգին 110-րդ տարելիցի կապակցությամբ եւ ամենակարևորագույնը, ուզում եմ մեկ կարևոր հավելում անել։ Ուզում եմ դիմել այն անձանց, որոնք որ նախ ուզում եմ հարց աղել այն անձանց, որոնք որ տվյալ պարագայում 30 տարուց ավել դրոշ են վառում, ուզում եմ իմանամ դրոշ վառելով դուք որևիցե խնդիր լուծում եք, նույն ռուսը այնպես է դավաճանեց Արցախը, ռուսի դրոշը խի չեք վառում, հարց եմ տալիս ձեզ։ Ոչ թուրքն է իմ բարեկամը, ոչ ռուսն է իմ բարեկամը, ոչ է ասքյարը, ուզում եմ հասկանամ, նույն ռուսը դավաճանեց Արցախը, ինչի ռուսի դրոշը չեք վառում, Կարսը վաճառեց տվյալ պարագայում ռուսը,
Լենին Քեմալ Աթաթուրքը վաճառեց Նախիջևանը Մոսկովյան պայմանագրով։ Արևմտյան Հայաստանը հանձնեց տվյալ պարագայում Լենինն ու Ստալինը իրար ձեռ-ձեռի բռնած։ Խի չեք վառում ռուսի դրոշը։ Հարց եմ տալիս ձեզ։ Որովհետև տվյալ պարագայում ձեր տերերը Ռուսաստանում են նստած, դրա համար չեք վառում։ Կամ ուզում եմ հասկանամ մի հստակ պարզ բան, դրոշ վառելով Հայոց ցեղասպանությունը թուրքը ճանաչեց, ծնկի եկավ, ուրեմն Հայոց ցեղասպանությունը, սիրելի ժողովուրդ, այնպես է, դրոշ վառելով չեն ճանաչում։ Հայոց ցեղասպանության ճանաչման համար, որպես իրավագետ, որպես միջազգային իրավագետ, որպես հայ քրիստոնյա մարդ, հստակ ասում եմ, տվյալ պարագայում ցեղասպանությունը ճանաչում է միջազգային քրեական դատարանով։ Միջազգային քրեական դատարանը արդարադատության միջազգային դատարանի հետ խնդրեմ չխառնել, սիրելի ժողովուրդ։ Միջազգային քրեական դատարանը այն դատարանն է, որ 2 տարի առաջ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ճանաչեց Հռոմի ստատուտը։ Դրա շնորհիվ մենք կարող ենք միջազգային քրեական դատարանով ծնկի բերել եւ ամեն ինչ անել, որպեսզի թուրքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Բայց նույն այդ մարդիկ միայն դրոշ վառելուց ուրիշ ոչ մի բան էս 30 տարուց ավել չեն արել։ Կամ ամենակարևորին, շատերը բազմաթիվ ստատուսներ գրեցին, մեկնաբանություններ գրեցին, տեղեկացնեմ, սիրելի հայրենակիցներ եւ համայն հայ ժողովուրդ, որ մի քանի օր առաջ հանդիպում եմ ունեցել անձամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջոել Թենենիի հետ եւ տվյալ պարագայում հարցը սղել եմ իրեն. Պարոն Ջոել Թենենի, ինչու տվյալ պարագայում Թրամփը չհնչեցրեց գենոցիդ բառը։ Իսկ գիտեք ինչ պատասխանեց։ Գնացեք հարցրեք Նիկոլ Փաշինյանին, թե ինչու չհնչեցրեց։ Այնպես որ իմ համար չկա նախկին ու ներկա, նախկինն էլ ներկան էլ իրար հետ նույն ափսեի մեջ են, բոլորը իրար արժեն։ Նիկոլ Փաշինյանը ասում է 7 տարի մնացել ենք նույն դասարանում։ Այո, դուք մնացել եք նույն դասարանում, որովհետև ես ինքս լինելով որպես 2018 թվականին հեղափոխության մասնակից, դուք խոստացաք բանկային համակարգի բարեփոխում, բայց ոչ մի բան չարեցիք, Նիկոլ Փաշինյան։ Դուք խոստացաք տվյալ պարագայում դատական համակարգի բարեփոխում։ Անձամբ ինքս 2019 թվականին մեծ ներդրում ունեմ հենց վերաքննիչ դատարանի դիմաց ձեր Գևորգ Պապոյանը եկել տվյալ պարագայում կանգնել էր կողքս Բաբկեն Թունյանի հետ միասին։ Այն պահին, երբ որ իմ կողքը 1000-ից 1500 մարդ կար կանգնած, բայց տվյալ պարագայում ձեր Ռուստամ Բադասյանը, Կարեն Անդրեասյանը, դրանից հետո Միշիկի աղբերը, հիմա ներկայիս տվյալ պարագայում ձեր արդարադատության նախարարը դատական համակարգի հետ կապված որևիցե բարեփոխում չարեց։ Անընդհատ որ շեշտում եք նախկին ներկա, ներողություն, հեսա նաև կանդրադառնանք Տիգրան Ավինյանին, Նիկոլ Փաշինյան։ Պատրաստվի նաև Ռուսաստանի Դաշնությունում, ծվարած եւ քաղաքականություն իրականացնող գեներալից հետ Արշակ Կարապետյանը։ Ժողովուրդ ջան, խնդրեմ, որպեսզի ես ուղիղ եթերը մաքսիմալ տարածենք եւ կիսվենք, կանչենք բոլորին։ Քիչ հետո կզանգարենք նաև Աջափնյակ վարչական շրջանի այն բնակչուն, որի հետ միասին տվյալ պարագայում այսօր ուղիղ եթերում անդրադարձել եմ, Նիկոլ Փաշինյանին մեր պաշտոնական գրության հետ կապված, խնդրեմ, ապրիլի 14-ին,
Սա նոր գրությունն է, ներողություն։ Խնդրեմ, սա ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյան ձեզ հղված պաշտոնական գրությունն է։ Սա պաշտոնական գրություն է, ժողովուրդ ջան, ճիշտ է։ Սա քաղաքացու դիմում է։ Հիմա կանդրադառնանք ճակերտավոր քաղաքապետ Տիգրան Ավինյանի տվյալ պարագայում։ Ներողություն, 1 րոպե։ Աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ղուկասյանին։ Սամվել Ղուկասյան, պատրաստվեք, շատ շուտով շատ թեժ անդրադառնալու ենք ձեզ։ Ուրեմն ինչ է պատասխանել այս ոմն անձը Սամվել Ղուկասյանը։ Նախ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված պաշտոնական գրությանը, ուրեմն այս անձը Երևանի քաղաքապետարանի, պաշտոնակատար անձը պաշտոնական գրությունը դիմումից չի տարբերում։ Սամվել Ղուկասյան, գոյնե տղամարդը կնոջից կամ խնձորը տանձից տարբերել գիտես, ընկեր ջան։ Նիկոլ Փաշինյան, որ ձեր կինը կրթվել է նորաձև է խոսում է այդ ամենից, խնդրեմ, տվյալ պարագայում ձեր Երևանի քաղաքապետարանի պաշտոնակատար այս վարչության պետին հանձնարարեք, որ տվյալ պարագայում պաշտոնական գրությունը դիմումից տարբերի, դիմումը սա է, երբ որ քաղաքացին դիմումով դիմում է, իսկ սա պաշտոնական գրություն է։ Եթե 7 տարի դուք իշխանություն եք եւ պաշտոնական գրությունը դիմումից չեք կարողանում զատեք, ներողություն, ուրեմն տվյալ պարագայում դուք արտաքին դիվանագիտական քաղաքականությամբ հեռու եք ամեն ինչից։ Շարունակեմ, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն ապօրինի շինությանը հետ կապված Աջափնյակ վարչական շրջանում, որը որ տեղի է ունեցել քիչ հետո նաև կզանգարեն քաղաքացուն, ուրեմն ճակերտավոր պաշտոնակատար անձը, որը որ դիմումով է պատասխանել, հարգելի պարոն Սարգսյան, ի պատասխան Հ վարչապետին հասցեագրված ձեր 1504/2025 թվականին դիմումի, տեղեկացնում եմ, դիմումի, խնդրեմ ժողովուրդ ջան, երևում է, դիմումի համաձայն է պատասխանում Նիկոլ Փաշինյան, սա ձեր 7 տարվա իշխանությունը, որ դիմումը, պաշտոնական գրությունը, պաշտոնական գրություն, 2000-ական թվականների կեսերին, երբ որ պետական կառույցում աշխատել եմ, տվյալ պարագայում պաշտոնական գրությունը դիմումից կարողացել եմ տարբերեմ, բայց եթե մարդը պաշտոնական գրությունը դիմումից չի տարբերում, ուրեմն նշանակում է այդ մարդը դալտոնիկ է առնվազն։ Շարունակեմ։ Ուրեմն աշխատակազմի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարված տեղեկատվության արդյունքում պարզվել է, որ Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի 41 հասցեում կամ հասցեինքից որևէ նոր շինարարական աշխատանքների իրականացման դեպքեր չեն հայտնաբերվել։ Սա այս անձի դիմումով պատասխանած պատասխանը Նիկոլ Փաշինյան։ Հələ դեռ անդրադառնալու ենք նաև լրատվականներին, խնդրեմ, որպեսզի էկրաններից հեռու չգնաք, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն քաղաքացուի Լիանա Շապուրովան Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի դիմել է մեզ տվյալ պարագայում այն փաստի մասին, որ տվյալ պարագայում քաղաքացուին դիմում բողոքը բարձրաձայնելու դեպքում չի նշել նոր ապօրինի շինության մասին, այ տգետներ, այ տվյալ պարագայում տանձը խնձորից չտարբերողներ, պաշտոնական գրությունը դիմումից չտարբերողներ։ Ես չեմ իշնի դոկ անունով անձի մակարդակին հայհոյեմ, բայց տվյալ պարագայում ես ձեր հետ սրանից հետո խոսելու եմ շատ խիստ,
ով ուզում ալնի նախքին ու ներկա իմ համար բացարձակ բոլորդ նույն եք իրար հավասար սանդղակի վրա, որովհետև նրանք կեղեքել են երկիրը ժողովրդին, իսկ դուք տվյալ պարագայում 7 տարի մնացել եք նույն դասանում, ոչ մի բան չի փոխվել, ոչ մի համակարգ։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյան, շնորհակալություն հայտնեմ նաև ձեր անձնականով, որ անձնագրային վիզաների վարչության պետը եկել կառավարությունում հանդիպան ժամանակ ներողություն էր խնդրում, որ դիմումը պաշտոնական գրությունից չի կարողանում տարբերել։ Դրա համար ասեմ ապրեք, բայց ձեր քաղաքապետարանի վարչության պաշտոնակատար անձը կրկին դիմումը պաշտոնական գրությունից չի տարբերում, Նիկոլ Փաշինյան։ Ու այդ մարդը հանդիսանում է վարչության պետի պաշտոնակատար։ Լավ, զանգահարենք քաղաքացուն։ Բարի երեկո ձեզ, Տիկին Շապուրովա։ Բարև ձեզ։ Քանի որ մեր այսօրվա ցերեկվա ուղիղ եթերը ձեզ այցելած ձեր բնակարան տվյալ պարագայում չէր լսվում, բազմաթիվ քաղաքացիներ հարցնում էին տվյալ պարագայում այդ խնդրի մասին, խնդրեմ 2 բառով ներկայացնեք խնդրի հետ կապված։ Աննաս խնդիրը մեր այս բնակարանի հետ կապված երկրում չենք եղել, Մոսկվայում ենք եղել։ Մոսկվայում գտնվելու ժամանակ խանութի կրշան բարձրացրել են մեր պատուհանների վրա։ Եկել է պատուհանների կեսով։ Նրանից հետո եկել ենք խանութի տնօրենը եկել է կտրել է շուշաբանդի դուռը, որ կարողանանք դուրս գանք կրշա եւ լվացք փռենք։ Մամաս է եկել, ես չէ, պարոն Սարգսյան, հետո երբ որ ես եմ եկել, 3-րդ հարկի հարևաններ գնում էր առաջ, ասի դադարեցրեք շինությունը, ու նորից ես պետքա մեկնեի Մոսկվա։ Անց ես գնում եմ ուղիղ 3 օր հետո այդ շինությունը ոչ իմ ներկայությամբ գալիս են առաջ, անցնում է տարիներ, որը այսօրվա դրությամբ ես ոչ արև ունեմ, ոչ էլ ասենք կարողանում եմ իմ շուշաբանդը փոխեմ, մի խայտարակ վիճակ։ Մեր տունը մտնում են կարիճներ, տառականներ, կռիսներ այդ կրշայից։ Դիմել եմ խանութի աշխատակիցին, ասել եմ կրշան իջացնեմ, որ կարողանամ դուրս գամ, ասել է կրշայից մի փուճուր էլ չեք կարող իջացնել, որտեղ մենք ծախս ենք քաշել կրշան։ Իսկ վերևի հարևանը ինքն էլ է ուզում, որ ասենք գնանք առաջ իր Պոլն էլ է պնդանում, ոնց որ ասած, հատակը պնդանում է, ու ամբողջությամբ շուշաբանդը տրաքում է, չի լինում, ոչ պատուհան բաց է լվանալ, ոչ մի կտոր արև է գալի, ոչինչ չի լինում բալկոնի հետ անել, մի խայտարակ իրավիճակ է։ Դրա համար ու շատ տեղ ենք դիմել, եւ քաղաքապետարան, եւ տաղապետարան, գալիս է թուղթը, որ վաղեմություն է, այսինքն ինչ վաղեմություն, եթե ես պետությունում չեմ գտնվեմ, մտնեիք իմ տանը ապրեիք ու ասեիք վաղեմություն է։ Ներողություն, ես ուզում եմ տեղեկանալ 2018 թվականին հեղափոխությունից հետո, որ դիմել եք, այդ ժամանակ արդեն Հայկ Մարությանն էր, բողոքով, որ զանգել եք։ Բողոքով զանգը, որ զանգել ենք 2000, այո, Հայկ Մարությանն էր։ Սիրելի ժողովուրդ, խնդրեմ, որպեսզի այս ուղիղ եթերը տարածեք, կիսվեք, ինչպես նաև թեգեք Չակերտավոր դերասան Հայկ Մարությանին, Նիկոլ Փաշինյանին, Հրաչյա Սարգսյանին, Տիգրան Ավինյանին, ինչպես նաև ԱԱՑ-ի պաշտոնական կայքը, ապօրինի շինության հետ կապված, որը որ հետո ինչ, այսպես ասած, անհայտ ձևով դարձել է օրինական ու ինչ ճանապարհով ով է սեփականաշնորհ է, որը որ բազմաբնակարան շենքի այնպես է ստանդարտներից դուրս է, տվյալ պարագայում քաղաքացու 2-րդ հարկի հարևանի
պատշգամբի եւ պատուհանի հալալ կեսով փակել են մարդու սեփականությունը։ Այդպես լավ չէր, ինչպես Տիկին Լիաննան անշում, գայք մարդու տան մեջ ապրեիք։ Խնդրեմ շարունակեք։ Պարոն Սարգսյան, եւ մեկ էլ մի բան ասեմ, երբ որ ես գնացի նորից Մոսկվա, հետո բարձվեց, որ քանի անգամ ես դիմել եմ, ես չեմ դիմել նոր շինության մասին, ես դիմել եմ այդ շինության մասին։ Ոչ միտեղ չի նշվում, որ դա նոր շինություն է, որ վաղեմության ինձ ասում են վաղեմություն է դա։ Այո, այստեղ չակերտավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, այսպես ասած, չակերտավոր պաշտոնակատար անձը Սամվել Ղուկասյանը նշում է, որ նոր որևիցե շինական աշխատանքներ իրականացման դեպքեր չեն հայտնաբերվել։ Մենք երբեք էլ, երբ որ դիմել ենք քաղաքապետարան, թե թաղապետարան, չենք շեշտել նոր շինություն։ Մենք շեշտել ենք, որ չեն գտնվել Հայաստանի Հանրապետությունում, եկել ենք, տեսել ենք, որ խանութի կրշան բարձրացրել են կեսով պատուհաններիս վրա եւ վերևից եկել են առաջ։ Երբ որ ես ասել եմ երրորդ հարգի հարևանին, շինությունը կանգնացրեք, մի եկեք առաջ, 3 օրվա մեջ իրանք երկրում չեմ լինում, դուրս եմ գալի նորից Մոսկվա եմ մեկնում, իրանք կանգնացել են, քանի որ իրանց բարեկամը աշխատում էր քաղաքապետարանում։ Այսինքն դա արդեն երրորդ հարգի հարևանի մասին է խոսքը։ Այո, շատ արագ ձևի, պարոն Սարգսյան, արագ ձևի իրանք հանել են եւ սեփականություն, եւ չգիտեմ ինչ։ Նեղություն, մեկ րոպե, Ժողովուրդ ջան, ուրեմն նաեւ այստեղ մեկ փաստ, որ 2018 թվականին, ուրեմն Վանեցյան Արտուրի օրոք, հա, տվյալ պարագայում Վանեցյան Արտուր ապօրինի գործունեության հետ կապված, հա, տվյալ պարագայում այնպեսա դու ես եղել ԱԱՑ-ի տնօրենը եւ տվյալ պարագայում Հայկ Մարությանի օրոք տեղի ունեցել հրատապ կարգով ապօրինի շինության սեփականաշնորհել են Տիկին Լիաննա։ Ինձ քաղաքապետարանից եւ թաղապետարանից ասում են այո, սեփականաշնորհել են ու մարդիկ ունեն սեփականության իրավունք։ Այսինքն ում են հարցերը, պարոն Սարգսյան, եթե մենք չենք գտնվել երկրում, իրանք ինչ իրավունք ունեին անելու, թե կրշան բարձրացնեին պատուհաններից վրա, իսկ երբ որ ես եկել եմ, ասել եմ դադարեցրեք ձեր շինությունը չարվի, եւ իրանք շինություն չէին անում, հենց ոտքս քաշել եմ ես պետությունից դուրս եմ եկել 3 օրվա մեջ իրանք կանգնացրել են, քանի որ մամաս հիվանդ էր, ինքը տանն էր, ինքը ասում է 5 օրից ես մտել եմ Երևան, նորից եկել եմ, արդեն ամբողջությամբ պատրաստ իրանք արդեն սեփականություն են ունեցել։ Այսինքն դա արդեն տեղի է ունեցել 2018 թվականի հեղափոխությունից հետո, ճիշտ եմ հասկանում։ Չէ, մինչև 2018 թվականը։ Չէ, ձեր վերջին նշածը, որ նշեցիք, 2018 թվականին, այստեղ տեսեք, քաղաքապետարանին դուք դիմել եք 2018 թվականին, բողոքով։ Այո, Այսինքն տվյալ պարագայում վերջի այդ ձեր նշած փաստը, որ տվյալ պարագայում ձեր երրորդ հարգի հարևանը ապօրինի շինությունը հրատապ կարգով կազմակերպել սեփականաշնորհել է եւ եկել է առաջ, հա, փակելով ձեր լուսավորությունը, փակելով տվյալ պարագայում, այնպես է, եթե դուք ուզենաք, ես այնտեղ նաև նկատեցի ճաքերը ձեր պատուհանի ու պատշգամբի հատվածում, որ բազմաթիվ ճաքեր կան, եւ եթե ուզենաք ձեր պատուհանները փոխեք, չեք կարողանա։ Չէ, անհնարին է պատուհանները փոխել, պարոն Սարգսյան, որովհետեւ ես մասնագետ եմ կանչե, վարպետ եմ կանչե, մարդիկ ասին, եթե մենք ձեր շուշաբանդը քանդենք, իմացեք ձեր երրորդ հարգի հարևանը իջնելու է, որտեվ ամբողջությամբ անգամ բիտոնը դրակել է այդ պատուհանների ներքևը, եթե պատուհանը ուզեցել ենք բացենք, անգամ լվանանք, անհնարին է, ինքը իջնում է, սա վերևից այդ իրանց բիտոնը թափվում է, ու ամբողջությամբ ուռած է երրորդ հարգի այդ շինությունը,
Ուռելը արդեն կախվել է, եթե ես քանդեմ Շուշաբանդս, անհնարին է, իրանք իջնելու են, որտեվ ստանդարտներից շատ են առաջ եկել։ Եվ մի մասնագետ չի ասել։ 3 մասնագետ եմ ես բերել, ասել եմ լավ, հնարավոր է չի հասկանում։ Լավ, հնարավոր է այս 3 հոգին են նույն բանը ասել են։ Ու ձեռք չեն տվել։ Եվ երրորդ հարկի հարևանին էլ եմ ես ասել, պարոն Սարգսյան, որ Իսկ ներողություն, երբ որ մեզ դիմել եք, հա, ապրիլի 14-ին, ներողություն, ապրիլի 11-ին դիմել եք պաշտոնական գրությամբ Նիկոլ Փաշինյանին դիմել ենք եւ տվյալ պարագայում երբ քաղաքապետարանից ձեր բնակարան այցելել են, այդ ժամանակ Women Spartak-ը ինչ է ձեզ նշել։ Քաղաքապետարանից Սպարտակը, երբ որ եկել է մեր տուն, նշել է, որ հարգելի Լիանա, ավելի ճիշտ կլինի դուք էլ գնաք առաջ, համաձայնության գաք, գնաք առաջ, ես կրշայի պահով, խանութի կրշայի պահով, ու ես ասել եմ, որ կրշան թույլ չեն տալի, որ թեկուզ եւ ես գնամ առաջ, հավասարացնեմ, քանի որ քարերով շարելու են, էլի վերևը չի իջնի ներքև։ Եթե չէ, թող լուսավորություն չունեմ, ոչ էլ ներքևից ահավոր վիճակ է պատուաներիս վրա։ Վերջ առաջ ինչ պետք է լինի, ասել է, կարող եք գնալ առաջ, եթե ոչ դիմեք դատարան։ Դատարանի կարգով։ Այսինքն, պարոն Սարգսյան, եթե ես դիմեմ դատարան, նշանակում է նույն դատարանը պետք է ուղարկի քաղաքապետարան։ 2007 թվից 2008 թվից մենք մտել ենք Երևան, անընդհատ էլ դիմել ենք, անընդհատ քաղաքապետարան, թաղապետարան, քաղաքապետարան, հազար ներողություն, нам справка нужна, вам справка нужна, այդ տարբերակն ա եղել, վերջում էլ վաղեմություն, որի պատասխանը եկել է վաղեմություն, ինչի վաղեմություն, ես հետ եմ ուզում հասկանամ։ Եթե ապօրինի բազմաբնակարան շենքի այնպես է ստանդարտներից դուրս ապօրինի շինությունը տեղի ունեցել եւ տվյալ պարագայում Սերժի Քոչարյանի օրոքը այդ ապօրինի շինությունը խանութը սարքելով սեփականաշնորել են, ուզում եմ հասկանամ, բա Նիկոլ Փաշինյան, ասում եք ապագա կա, բա ուր է ձեր ապագան։ Դուք նախկիններից ինչով եք տարբերվում, ձեր ասած նախկինները, խնդրեմ, փաստը որպես ապացույց քաղաքացու ներկայացրած բողոքը, խնդրեմ շարունակեք հարգելիս։ Պարոն Սարգսյան, ես ուղղակի եթե թող քանդեն, իրանք կրիշային սեփականություն չեն կարող ունենալ, քանի որ իրանք կրիշան ահագին իմ հատակին է կպնում բալկոնից, փոլին, ու այդ կրշայով իրանք սեփականություն ունեն, պարոն Սարգսյան, իրանք չունեն սեփականություն, որ իրավունք ունեն իմ պատոհանների վրա բարձրանան ու ասեն ունենք սեփականություն։ Ես ասենք մարդկային զուտ տեսակետով իջել եմ, ասել եմ, սենց չի լինի, ահավորա, եւ քաղաքապետարան 2016 թվականին թաղապետարան նկարել ենք, ուղարկել ենք, որ աշխարհի տարականն է մտնում տունը, կռիզ, կարիճ, սենց նկարել ենք, դաժե իջացրել եմ տնօրենին, խանութի տնօրենին եմ ցույց տվել, որ եկեք տեսեք, իրանք բացարձակ ոչ ուզում են գան տեսնեն, ոչինչ, քանի որ իմ մամաս եկել է։ Այսինքն իրանց բացարձակապես ոչ մի բան չի հետաքրքրում, այնքան որ իրանց ծառը ջրեն, իրանց զորբայությունը տանեն առաջ։ Այո, իրանց զորբայությունով տարել են առաջ, անգամ մաման, որ եկել է Երևան, ասել է, ինչ եք իմ ռեշոտկան, ինչի դուք պետքա կտրեք, ու իրանք եկել են կտրել են զուտ, որ ասենք կարողանանք բարձրանանք, կրիշ լվացք փռենք, այնինչ ինչ լվացք փռելու մասին է խոսքը, եթե լվացքի պարանն էլ են, երրորդ հարկի հարևանը կտրել է, որ ինքը գնա առաջ, այսինքն լվացք փռելու ոչ չենք կարողանում կրիշը ուղիղ բարձրանանք, կանգնենք, ուզիկի պես հազիվ այդ մի տուրն է բացվում, ուզիկի պես բարձրանում ենք ու խայտարակ իրավիճակա, որ ասենք Շուշաբանդը, պատուհանը չբացես, չլվանաս, ես չգիտեմ, ասենք,
ահա որ վիճակ է, դուք այսօր տեսաք, այսօր լրագրողներն էլ տեսան, այդ լրագրողն էլ ասեց, էսի ապրելաձև չի։ Ես ձեզ հետ լիովին համաձայն եմ, տեղեկացնեմ, որ ձեր այսօրվա նոր դիմում բողոքի հետ կապված պաշտոնական գրությամբ կրկին դիմելու ենք համապատասխան պետական մարմիններին ու պահանջատեր ենք լինելու, որպեսզի այդ խնդիրը վերջնականապես ստանա իր լուծումը։ Շատ շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, ու նույնն էլ Սպարտակ ասես, կտրեք գնացեք առաջ, իսկ ես անօրինական ոչինչ չեմ անելու, անօրինական, թող ինձի թույլ տվություն տան, համաձայնության գան երրորդ հարկի հարևանը և խանութի հարևանը, չէ որ այս ժամանակ իրանք իրար հետ երրորդ հարկի հարևանը ինձի կանգնում ասում է, Լիանա ջան, գնա առաջ, իմ այդ գնացած երրորդ հարկի հարևանի գնացած այդ որ սարքել այդ շինությունը կպնդանա, էլ ես ամեն տարի չեմ բերի այդ կողքից, ինչը պետք է ինքը բերի, ինչքան կարա ինքը բերի փեդեր դնի տակը, իմ շուշաբանդը տրակի, այսինքն ինքը փեդ է դնում, բայց իմ շուշաբանդը լրիվ տրակում է իրարից, մի օր կտեսնենք, որ սաղ պայթել է։ Անհնարին վիճակը, ահա որ վիճակը, ամեն տարի նույն բանը, ասել ենք նույն բանը, քաղաքապետարանից են եկե, քաղաքապետարանից են եկե, մի աբսուրդ վիճակ, ես չեմ ասում նոր շինության մասին խոսակցությունը անգամ չկա, այսինքն եթե չեն գտնվել Հայաստանի Հանրապետությունում, նշանակում է, որ ես կարող գայի մտնեի Երևան ու տենա իմ տան մեջ ապրում է, ասեին վաղը ժամկետ է, ստե չես եղե ապրել է։ Նույն բանն է, սակայն ինչ տարբերություն։ Դա միանշանակ, ես ձեզ հետ լիովին համակարծիք եմ։ Իսկ որ այս ժամանակ ընտրությունների ժամանակ էր ապագա կար 2018 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, ապագա կար, պարոն Սարգսյան, բա դիմեցինք, ինչի նույն բանը եկավ, չէ որ պետք է բարելավում ելներ, ժողովուրդը իր կողմնակից էինք եւ այլը, ընտրվեց, չէ։ Այսօրվա օրով ես չեմ կարողանում տղա երեխա ունեմ, մեր տունը հույս չի կարում գա, ամաչում ենք այդ տան բալկոնի իրավիճակից։ Ես լիովին ձեզ հասկացա, անկեղծ ասած ինքս տեսնելով դա խայտառակ վիճակ է ու ինձ համար անկեղծ ասած չգիտեմ ինչ անուն տամ տվյալ իրավիճակին, որովհետև դա ապրելա կերպ չէր, ապրելու վիճակ չէր ու այնպես է այդ ամեն ինչը տեսնելով չեմ կարող հանդուրժել ցանկացած անարդարություն։ Դա լինեք դուք ցանկացած հայից կողքին պատրաստական եմ կանգնելու ցանկացած անարդարության բախվելու դեպքում։ Կամ տվյալ անձը թող այնքան տղամարդ գտնվի, զանգարի ասի պարոն Սարգսյան, պատրաստ եմ ձեր ներկայությամբ հանդիպելու իմ հարևանուն այդ հարցի շուրջ կոմպրոմիսի գալու եւ այդ խնդրին վերջնականապես լուծում տալու։ Բայց եթե ոչ, մինչև վերջ այդ անձը թող պատրաստվի։ ԱԱԾ-ի տնօրեն Արմեն Աբասյան, խնդրեմ քաղաքացու ներկայացրած բոլոր մանրամասների հիման վրա, ուրեմն դիմում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն սույն թվականի, ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետի վարչապետին ուղղված պաշտոնական գրությունից հետո այցելել է Երևանի քաղաքապետարանի աշխատակից Ոմն Սպարտակը, ով նշել է. կարող եք դուք էլ առաջ գնաք։ Պարոն Ղուկասյանի նշված պատասխանին ի պատասխան արձագանքում ենք, որ քաղաքացուին իր դիմում բողոքով նշել է ոչ թե նոր ապօրինի շինության, Նիկոլ Փաշինյան, այլ նախկին քաղաքապետների օրոք տեղի ունեցած ապօրինի շինարարության թույլտվության մասին։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, հանձնարարել եւ ձեր միջնորդությունը պետական բոլոր մարմիններին պարզելու
երբ է նշված հասցեում կամ շենքին կից խանութը կառուցվել կամ բազմաբնական շենքի ստանդարտները խախտվել է արդյոք թե ոչ եւ ապօրինի շինությունը երբ է կառուցվել կոռուպցիա տեղի ունեցել է թե ոչ Արմեն Աբասյան ԱԱԾ-ի տնօրեն Խնդրի լուծման համար ակնկալում են գրավոր պատասխան Նիկոլ Փաշինյան պաշտոնական գրությունը պատրաստ է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հուսամ որ այս գրությանը ընթացքը տակ բոլոր պետական մարմիններին եւ կհասկանանք տվյալ պարագայում ում իշխանության օրոք որ քաղաքապետի օրոք հա թույլ են տվել ապօրինի շինություն կառուցել եւ քաղաքացու սեփական տարածքի հաշվին բազմաբնակարան շենքի ստանդարտներից դուրս բերել խանութ կառուցել եւ մինչ անգամ քաղաքացու բնականի պատուհանը տվյալ պարագայում փակել ամբողջովին Պարոն Սարգսյան, նախկինում եղել է այս խանութը Կուտապ խանութը, նախկինում եղել է Կուտապ խանութը, իսկ այդ կռիշան եղել է կռիշան եղել է կարմիր գույնի գլատկի, սենց չէ, ի նկատի ունեմ ձեր ամբողջ պատուհանը փակված է եղել ոչ, կռիշան ներքև է եղել, եթե ինձի քաղաքապետարանից անգամ հիմա թույլ տան, որ ես կռիշան կտրեմ, ես իրանց կապացուցեմ, որ ներքևը, հենց ներքևը այդ կարմիր կռիշան հարգելի քաղաքապետարան, տեսեք որտից է, այսինքն իմ հատակից է, բալկոնի հատակից է, ոչ թե պատուհաններից վրով, իսկ իրանք այս նախկին Կուտապի կռիշան եղել է գլատկի կարմիր կռիշա, կարմիր գույնի ա եղել, գլատկի, անգամ ընդեղ տեղ կար, ես այսօր ձեզ ցույց տվեցի եւ լրագրողին էլ եմ ցույց տվել, որ կռիշան եղել է այս ձևի, այս անկյունում այդ կար, այդ մի փոքր տեղ մնացել էր, որպեսի այսինքն իրանք փոխել են այս կռիշան են բերել դրել պատոհաններից վրա, այս կռիշան ապօրինի է, այս կռիշայի իրանք սեփականություն բացարձակ չեն կարող անել, չեն կարող ունենան, այսինքն իրանք սեփականության կռիշան, այդ ներքևի կռիշան է, որը իմ բալկոնի հատակին է, ինքը եղել, հատակով դուրս ենք եկել ժամանակին, մեր ծնողները բուրդել են լվացել, չորացրել ժամանակին, լվացկել ենք փռել, Դե ես նկատեցի, որ ձեր լվասկի պարանը այնտեղից կտրված է, չկա պարան, ես նկատեցի այդ ամեն ինչը։ Հա, ով ինչ ուզեցել է, այն էլ արել է, քանի որ այսօրվա դրությամբ էլ անգամ ես մտածում եմ, եթե ես պետությունից դուրս գամ, պարոն Սարգսյան, ես կարող եմ տեսնեմ, որ իմ տան մեջ ապրում են։ Իմ տան մեջ ապրում են, ոնց որ թաղապետարանից Էրիկը եկավ, ասես, իսկ դուք տեղյակ եք, որ մարդը կարա ապրի տան մեջ 10 տարի եւ ունենա վկայական, այսինքն այդ ինչ է նշանակում, ես չգիտեմ, այսինքն նույն ձևի կարա խանութի տնօրենը գա իմ տան մեջ ապրի 10 տարի, ես պետությունում օրինակ չլինեմ, պարոն Սարգսյան, նշանակի արդեն ինքը ինձ վկայական հանի իմ տան վրա, այսինքն տեղյակ չլնելով, ես համարում եմ դա գողության տեսակ, գողությունը ինչ կապ ունի, կռիշան են բարձրացրել պատուհանից վրա։ Այսօր կռիշանա, վաղը կարա ձեր սեփական գույքը լինի, բնակարանը լինի։ Իհարկե, ես էլ այս այդ օրենքը դուրս ա եկել, որ վարձակալը Սա փաստում է մեկ բանի մասին, որ տվյալ պարագայում համապատասխան պետական կառույցները անգործության են մատնված ու տվյալ պարագայում 18 թվականին Չակերտավոր դերասան Հայկ Մարությանը տվյալ պարագայում, երբ որ դուք դիմել եք 18 թվականներին, մատների արանքով է նայել եւ տվյալ պարագայում այս խնդրին լուծում չի տվել։ Պարոն Սարգսյան, միշտ էլ մատների արանքով են նայել, միշտ դա մենակ ես չեմ դիմե, դա մայրս սլա դիմե, դա մորքուրս սլա դիմե, քանի որ ես չեմ եղել Երևան քաղաքում, պետությունում չեմ եղել, իրանք են դիմե, միշտ էլ մատների արանքով է դիմվել, ներկա դրությամբ, որ մենք ձեզ ենք դիմե, պարոն Սարգսյան, այն ոնց որ ասած, սենց եկել են, նայել են, գնացել են ու սենց հրատապ,
նայել են, գնացել են ու վերջում էլի ոնց որ ասած անգործության պատասխան տվել են վաղեմություն, այսինքն ես չեմ դիմում նոր շինություն։ Այնպես է այս անձը, այս ճակերտավոր պաշտոնակատար անձը, որը որ պաշտոնական գրությունը դիմումից չի տարբերում, տվյալ պարագայում փորձել է մանիպուլացնել, նշել, որ այստեղ որևիցե նոր շինություն կամ շինական աշխատանք տեղի չի ունենում։ Այո։ Իսկ Բայց ես նոր մենք տվյալ շինության պարագայում մասին չեմ նոր խոսում։ շինական աշխատանքի մասին չենք խոսել, այլ նախկինում կառուցված շինարարության ապօրինի շինության մասին է խոսվել, որը որ տվյալ պարագայում, ինչպես որ դուք եք նշել ձեր դիմում բողոքում։ Պարոն Սարգսյան, մենք երբեք էլ չենք նշել, որ նոր շինությունն է, մենք միշտ էլ նշել ենք, որ ոչ պետությունում ենք գտնվել, եկել ենք, տեսել ենք կրշանա բարձրացել, եկել եմ, տեսել եմ, շինություն են անում երրորդ հարկը, ասել եմ դադարացրեք, լուսավորությունը չփակեք բալկոնի, անգամ բալկոնում, սենց ասեմ ձեզ, պարոն Սարգսյան, հազար ներողություն, ավելուկը, չոր ավելուկը, որ կա, դնում ենք, ինքը լրիվ բոլբոսնում է, որտև արևի կտուր չի ընկնում այդ բալկոնում, խոնավություն, այսօրվա դրությամբ ես չեմ կարողանում լվացք փռեմ, պարոն Սարգսյան, ներկա պահին ես լվացքի տեղ չունեմ, ես լվացք չեմ կարող փռեմ։ Ես լիովին ձեզ հասկացա։ Վաղեմություն, այսինքն ես չեմ ասել նոր շինություն, որ իրանք ասում են վաղեմություն ինձի։ Դե երկիրը մատնված է անգործության, տվյալ պարագայում բոլոր պետական կառույցները չեն ծառայում ի բարօրություն ազգի, չեն ծառայում ցանկացած խնդրին լուծում տալու համար, այլ մատների արանքով են նայում ամեն ինչին։ Պարոն Սարգսյան, եւ եկավ Էրիկը, եւ եկավ Սպարտակը, եւ այսօր լրագրողը երբ որ եկավ, ով էլ եկավ, ասեց անհնարին վիճակ, այսի ապրելու վիճակ չի, մենք ձեր հետ համամիտ ենք, ամեն ինչ կանենք, որ լինի ձեր սրտով, ամեն ինչ անում են, որ իրանց սրտով լինի, իրանց, այսինքն կեղծ գործարքները ջրի երես դուրս չգա։ Դե սա խոսում է մի բանի մասին, որ ապօրինությունը ապօրինության հետևից խոսում է տվյալ պարագայում, այնպես է անարդարությունը կոծկելու եւ տվյալ պարագայում ամեն ինչ անելու, որպեսզի արդարությունը չվերականգնվի, բայց ի դժբախտություն ոմանց արդարությունը հիվանդանում է, բայց երբեք չի մահանում։ Ու քանի դեռ ես կամ ցանկացած անարդարության դեմ միանշանակ պայքարելու ենք եւ հասնելու ենք խնդիրների լուծմանը։ Մեր հույսը դուք եք, որ եթե ոչ, թող ուրեմն վերևն էլ քանդեն, ներքևն էլ քանդեն, իմ լուսավորությունը լինի, ես էլ որպես քաղաքացի կարողանամ այս լի ու բոլ երկրում, կարելի ասել, պատուհան փոխեմ, գոնե պատուհան կարողանամ լվանամ, պարոն Սարգսյան, մեր հույսը դուք եք։ Շնորհակալ եմ շատ վստահության համար, միանշանակ մինչև վերջ պայքարելու ենք հանուն արդարության եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի համապատասխան անձինք, ովքեր որ իրենց բաստողի թողտվությամբ թույլ են տվել, որ տվյալ պարագայում նմանատիպ ապօրինություն տեղի ունենա, անարդարություն տեղի ունենա ձեր սեփականության նկատմամբ, միանշանակ արդարությունը վերականգնվի։ Պարոն Սարգսյան, իդեպ մի բան էլ ասեմ, երբ որ բրոկեր ենք բերել տուն, ասեցինք մի հատ տունը գնահատել տանք, բրոկերը երբ որ նայեց, ասեց, էսի անելու բան չի, որ արել են։ Երկրորդն էլ իմացեք, ձեր տան արժեքը $10,000 չափով իջնում է։ Ոչ մեկ, ոչ մի քաղաքացի չի կարա գա, այս բնակարան ասենք, եթե ես ուզենամ վաճառեմ, պարոն Սարգսյան, ոչ մեկ չի առնելու, որտեղ չունի լուսավորություն, չունի ասենք այդ կրշան հանել են, բարձրացրել են պատուհաններին, չի լինի շուշաբանդ փոխել, նույնը բրոկերը ասեց, խայտարակություն, ես ինչ են արել։
Ես ձեզ լիովին հասկացա, միանշանակ այնպեսա պայքարելու ենք արդարության վերականգնման համար ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ խնդիրը հրատապ կարգով ստանա իր լիիրավ լուծում։ Շատ շնորհակալ կլինեմ, պարոն Սարգսյան, Աստված էլ ձեզ պահապան լինի։ Շնորհակալ եմ շատ։ Չեմ ուզում անօրինական, թո օրինական ձևի նույն քաղաքապետարանը ասում եմ մեկ անգամ էլ, թողան կտրեն կրշան, ներքևի կրշան, նայեն տեսնեն որտեղ ա եղել կրշան։ Պարզ երևում է, այդ փետը ես որ հանեմ, ատեից դուք կտեսնեք ինչ կենթանիներ են գալի, աշխարհի տեղն ենք առնում լցնում, էլ շուշա կոտրել, էլ թույն նյութեր, լցնում ենք, որ կենթանիներ չկա, ու եկելա նկարել ենք, թաղապետարանել ենք ուղարկե։ Մեկը իրանք տալիս են վաղեմություն։ Մենք հույսով ենք, որ մի արդյունքի կհասնենք, դիմել ենք ձեզ, պարոն Սարգսյան, Աստված ձեզ պահապան լինի։ Շնորհակալ եմ շատ։ Բոլորն են ասում, որ դուք արդարության կողմն եք։ Հույսով ելնենք, որ պետք է ամեն ինչ լավ լինի, տեսնենք։ Հիմա տեսնենք ինչա Շատ լինելու։ բարի, շնորհակալություն զանգի համար, որ այս ժամին պատասխանեցիք, միանշանակ պաշտոնապես արձագանքի դեպքում ձեզ կտեղեկացնենք Տիկին Լիաննա։ Շնորհակալություն, պարոն Ստեսություն ձեզ։ Ստեսություն ձեզ։ Խնդրեմ սիրելի հայրենակիցներ, լսեցիք, տեղեկացաք քաղաքացու նկատմամբ, թե Նիկոլ Փաշինյանի ասած նախկինների օրոքել է տեղի ունեցել անարդարություն, խնդրեմ Նիկոլ Փաշինյան, ձեր օրոքել անարդարությունը քաղաքացու նկատմամբ շարունակվում է։ Իսկ ձեր Ավինյան Տիկոյի, աշխատակազմի, ուրեմն պաշտոնակատար անձի կողմից, որը որ պաշտոնական գրությունը դիմումից չի տարբերում, խնդրեմ, տվյալ պարագայում տվել է լղոզված եւ չակերտավոր պատասխան։ Ու ամենակարևորը, Նիկոլ Փաշինյան, հուսամ, որ երկրորդ անգամ այս գրությունը, որը որ ուղարկելու եմ ձեր անձամբ ձեր էլեկտրոնային հասցեին, հուսամ, որ տվյալ պարագայում այս խնդիրը հրատապ կարգով լուծում կստանա, այլ ոչ թե ամեն անգամ այս ձևի վիճակ։ Ու ամենակարևորը, խոսամ մի կարևոր փաստի մասին, Նիկոլ Փաշինյան, ձեր մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարը ձեր կողմից, ձեր իշխանության, ուզում եմ հասկանամ, նախկինների պես միայն ծառայում է ձեզ, փետրվարի 7-ից մինչև առ այսօր ձեր մարդու իրավունքների պաշտպանը որևիցե արձագանք մեր գրությանը, որ պաշտոնապես դիմել էինք հանդիպման եւ բազմաթիվ նմանատիպ դեպքերի հետ կապված մարդու իրավունքների ոտնահարման, ինչպես նաեւ Արցախից տեղահանվածների բազմաթիվ տարբեր հարցերի թշնամանքի եւ ատելության դեմ ռազմավարություն մշակելու եւ տարբեր գործունեություն ոնց հասկացած ձեր պետական կառույցները ու ընդհանրապես դուք չեք ցանկանում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային առողջ ընդդիմություն կամ իշխանություն ձևավորվի ապագայում։ Այսինքն դուք միայն նախկինները դա եք միայն անում եւ փորձում եք ամեն ինչ անեք, որպեսզի քաղաքական դաշտում առողջ այլընտրանքային քաղաքական ուժեր չձևավորվեն։ Բայց ի դժբախտություն ձեզ տեղեկացնեմ, եթե արտաքին քաղաքականության մեջ հասել ենք հաջողությունների, համոզված եղեք, որ տվյալ պարագայում ուզեք թե չուզեք մեր քաղաքական ուժի հետ, որը ոչ սնուցվում է, չի սնուցվում տվյալ պարագայում ոչ Սորոսից, ոչ Ռուսաստանի Դաշնության ալիգարխներից, ոչ տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետության ալիգարխներից, չունենալով գրասենյակ, չունենալով A-կետից B կետը շարժվելու հնարավորություն, բայց կանգնելու է միշտ ժողովրդի կողքին, ու ամենակարևորը Աստված ազգ պետականություն։ Դա ինձ համար, որպես քաղաքական ուժի հիմնադիր եւ նախագահ վեհ արժեք են։ Կամ ամենակարևորին,
2024 թվականի փետրվարի 11-ին մեր կուսակցության հիմնադիր համագումարը իրականացնելուց առաջ, մեր կուսակցության անդամներից զանգահարել են բազմաթիվ լրատվականների։ Չցանկացաք լրատվականներ գաք լուսաբանեք որևիցե մեկը, քանի որ Կիրակի օր էր այդ օրը, չեկաք լուսաբանելու։ Okay, բայց 5500 բազմազավակ Արցախից բռնի տեղանված իրավական եւ սոցիալական խնդիրներ ունեցող անձած խնդիրներ ենք լուծել։ Որ մի խնդիրն եք լուսաբանեմ, ոչ մի։ Դուք կողմնապահ լրատվականներ եք, բացառությամբ Նոյան Տապանից։ Ես ձեզ բացահայտ զգուշացնում եմ, ես չեմ զլանա մեկ պաշտոնական գրություն ուղարկելու տվյալ պարագայում Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի 79-րդ անսամբլեայի մեծարգո նախագահին եւ տվյալ պարագայում գանգատ ներկայացնելու ձեր դեմ, որ դուք կողմնապահ լրատվական եւ հեռուստատեսություններ եք։ Եթե դուք նշում եք մամուլը ազատ է Հայաստանում, բայց տվյալ պարագայում դուք միայն լուսաբանում եք նախկին ու ներկա Քյոր Լևոնով, Սերժով, Քոչարյանով, Նիկոլով ու դաշնակներով միայն, ուրեմն նշանակում է դուք տվյալ պարագայում միայն այդ քաղաքական ուժերին եք դուք լուսաբանում։ Ինչպես որ այսօրվա փաստը ֆակտորը եմ։ Կամ ամենակարևորը ներողություն 1 րոպե ժողովուրդ ջան։ Դիմում եմ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մուլտիմիլիարդատեր Կամո Ավագումյանին, 1 րոպե ժողովուրդ ջան։ Ցույց տամ տվյալ անձի դեմքը։ Խնդրեմ։ Ուրեմն Կամո Ավագումյան, ուզում եմ հասկանամ, ինձ հասած տեղեկություններով դուք ֆինանսավորում եք ճակերտավոր գեներալիտետ Արշակ Կարապետյանին։ Ուզում եմ հասկանամ, Արշակ Կարապետյանը վաղ ընտրությունների ժամանակ գտնվելով Ռուսաստանում նստած, ռուսի քոձեր, բատավյալ պարագայում, այդ քաղաքական ուժը ոչ ժողովրդի համար, ոչ մյուսի համար, ոչ մի բան չունի արած, Ռուսաստանում նստած, բատավյալ պարագայում խոսում ես հայրենիքից։ Կամո Ավագումյան, ուզում եմ հասկանամ, ճակերտավոր գեներալիտետ Արշակ Կարապետյանի ինչն եք ֆինանսավորում, ու ամենակարևորը, դիմում եմ կոռուպցիայի կանխարգելման վարչությանը, պարզել տվյալ պարագայում Արշակ Կարապետյանը ինչ միջոցներով է ֆինանսավորում նորաստեղծ լրատվականի եւ որտեղից այդ ֆինանսական աղբյուրները։ Դիմում եմ նաև Հայաստանի Հանրապետության պետական բոլոր կառույցներին, պարզել թե տվյալ պարագայում ճակերտավոր գեներալիտետ Արշակ Կարապետյանին, որտեղից այդ ֆինանսական աղբյուրները։ Մենք էլ ենք քաղաքական ուժ, բայց ինչի մեկը երկնքից չի իջնում կամ վերցնի զանգի, որովհետև մենք չենք ծառայում պուդլերներին, ոչ տվյալ պարագայում, այնպես Լավրովներին, ոչ էլ Արկաշկա Մարիա Բրոշկինաներին։ Ուրեմն վաղը երեկոյան պատրաստվի էքսպրես վարկային կազմակերպությունը։ Մեկ անգամ եւս ուզում եմ դիմել սիրելի հայրենակիցներ եւ համայն հայ ժողովուրդ, համայն հայ ազգին մեր, թե Սփյուռքում, թե Հայաստանի Հանրապետությունում,
ովքեր ունեն խնդիրներ, ովքեր ունեն բողոքներ, ովքեր ունեն դժգոհություններ, ցանկացած կլինի առողջապահության կայսյանը, կլինի տվյալ բարագայում այնպես է սոցիալ եւ աշխատանքի նախարարության որևիցե պաշտոնյա, որևիցե միասնական սոցիալական ծառայություն, հա, կունենաք խնդիրներ, սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, կլինի դատական համակարգի հետ կապված, առողջապահության պոլիկլինիկաների, հիվանդանոցների հետ կապված, որևիցե մեկի հետ կապված կունենաք խնդիրներ, սիրելի ժողովուրդ, հանուն ժողովրդավար պետականության կուսակցության գաղափարախոսությունը Աստված, ազգ, պետականություն, կանգնած ենք ժողովրդի կողքին, հանձինս իմ գլխավորությամբ, ովքեր ունեն բողոքներ, ովքեր ունեն դժգոհություններ, պատրաստակամ ենք բոլորիդ խնդիրները, բոլորիդ ցանկացած բարձրացրած հարցը բարձրաձայնելու։ Ու ամենակարևորը դիմում եմ ներողություն ժողովուրդ ջան, դիմում եմ համայն հայ ժողովրդին, թե Սփյուռքում, թե Հայաստանի Հանրապետությունում, ովքեր դեմ են կտրականապես բոլոր նախկինների վերադարձին, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի վերարտադրմանը 2026 թվականին, հա, եւ իրենց արբանյակներին, կոչս մեկն է, համախմբվել, միասնական պայքարել բոլորի դեմ եւ լինել առողջ ընդդիմություն եւ առողջ իշխանություն եւ միմիայն ծառայել ի բարօրություն ազգի, ի բարօրություն պետության, պետականության ողնաշարը ուղղելու, ովքեր որ պատրաստակամ են եւ այս գաղափարը եւ այս կարգախոսը կրում են, խնդրեմ ամեն օր կարող եք ժամը 10:00-ից մինչև 18:00 զանգահարել մեր էջում նշված հեռախոսահամարով, անդամագրվել եւ եթե ունեք բողոքներ, ունեք խնդիրներ, ցանկացած դժգոհություններ, կարող եք զանգահարել, բարձրաձայնեք ձեր բողոքներն ու դժգոհությունները։ Սիրո պատրաստակամ եմ կանգնելու բոլորիդ կողքին։ Եվ մեր քաղաքական ուժի ողջ անձնակազմը, բոլոր անդամները պատրաստակամ են ծառայելու համայն հայ ազգին։ Այսքանը բոլորիդ մաղթում եմ խաղաղ գիշեր, Աստված պահապան սահմանին կանգնած մեր արծիվ տղերքին։